Հերթական ամառային ամենահամեղ ուտեստներից ենք պատրաստում։ Կրկին տավարի մսով, սմբուկով, ամենահամեղներից մեկն է, սիրելիներ, չեք փոշմանի, որի հետ սկսեք պատրաստել։ Ողջունում եմ բոլորին, ինչպես եք թանկագիներս։ Պատրաստելու ենք շատ համեղ ուտեստ։ Այս անգամ ամառային հետաքրքիր տարբերակ եմ բերել իտալական խոհանոցից։ Ունենք 1 կիլոգրամ տավարի միս, փափուկ միս է, առանց ոսկորի ենք եփելու։ Ունեմ 1 կարմիր պղպեղ, 2 հատ միջին չափի սմբուկ, սող, կանաչ ոլորը արդեն եփված վիճակում է, մնացած արդեն համեմունքներ, կանաչի բան վերջում է լինելու։ Ինչ ենք անում, սմբուկը պետք է սկզբից տապակենք, սիրելիներ, կտրատում ենք մեծ կտորներով, քանի որ ճաշը պետք է այնպես լինի, որ շիլաշփոթ չստացվի, սա ոչ աջափսանդալ է, ոչ էլ շիլաշփոթ է, այսպես մեծ խորանարդիկների եմ բաժանում ու հետո տապակում ենք, տեսեք կտորներն ինչպիսին են, մի քիչ կեղևազատել եմ, մի քիչ էլ պահել եմ, հիմա կտրատեմ 2 հատ սմբուկը ու հետո անցնենք առաջ, ուրեմն կաթսայի մեջ 1 ճաշի գթալ յուղ ենք ավելացնում, սիրելիներ, ինչպես միշտ ես ռեդի յուղով եմ պատրաստելու, ռեդի յուղով իդեպ կարելի է տապակել, ինչպես որ ձեթն եք օգտագործում տապակելու համար նույն ձևով է ռեդի յուղը, որովհետև այն բուսական է, առանց խոլեստերին ու շատ հանգիստ կարող եք տապակել, սիրելիներ, այն տապակելուց ավելորդ նյութեր չի արտազատում, տեսեք հրաշք յուղ է։ Այնպես որ պատրաստեք 1 ճաշի գթալով, այ հիմա կտեսնեք որքան աշխատանք ենք անելու, թողնում ենք հալվի ու լցնում ենք սմբուկը տապակելու։ Հիմա անընդհատ խառնելով տապակելու ենք սմբուկը։ Սմբուկը հիմա մի թեթև աղ ենք անում։ Սմբուկին թողնում ենք տապակվի, չենք մոռանում անընդհատ խառնել, սիրելիներ, կտրատում ենք պղպեղը, կարմիր քաղցր պղպեղ է, եթե դուք տանը չունեք կարմիր քաղցր պղպեղ, կարող եք օգտագործել կանաչ, այնպես չի, որ իմ պղպեղը այնքան կարմիր է, որ հիմա այս ունենք տանը, այս ենք օգտագործում, էլի մեծ կտորներով ենք անելու։ Ու մի փոքրիկ արդեն սմբուկը տապակվելուց, որ կիսա տապակված վիճակում է, ավելացնում ենք նաև պղպեղը։ Այ հիմա կարող ենք ավելացնել պղպեղները։ Նորից կրկին շարունակում ենք տապակել։ Կիսալուսնաձև կտրատում ենք 1 գլուխ սոխը։ Սիրելիներ, սիրուն տապակվել է, հիմա ամբողջը դուրս ենք բերում ու լցնում ենք առանձին միամանի մեջ։ Հիմա նույն յուղի մեջ ավելացնում եմ մսի կտորները, իդեպ ցույց չէի տվել ինչ չափի են կտրատված, փոքրիկ այսպիսի չափերի են։ Ու անընդհատ խառնելու ենք, տապակենք։ Այսպես մի փոքրիկ տապակելուց հետո ավելացնում ենք 1 գլուխ սոխը, շարունակում ենք տապակել ևս 5 րոպե։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։ Ջուր ենք ավելացնում, մարմատ կրակին թողնում ենք եփվի, այնքան ժամանակ մինչև միսը եփված լինի, սիրելիներ, յուրաքանչյուրի համար կարող է մեկի համար կես ժամում եփի, մյուս տեսակ մսի համար 1 ժամում։ Սիրելիներ, միսը մոտավորապես կես ժամ է եփվում է, ես ստուգել եմ արդեն լավ եփված է, ավելացնում ենք 1 տուփ կանաչ ոլոր, արդեն նախապես եփված է, գիտեք, նախապես եփվածն է, և ավելացնում ենք բանջարեղենը, 10 րոպե պետք է բանջարեղենի հետ եփվի, որպեսզի համերը իրար միաձուլվեն ու հետո բանջարեղենը լավ եփվի։ Միացենց սիրուն խառնում եք, տեսեք ինչ սիրուն գույներ են, տեսեք ինչ սիրուն ճաշ է ստացվում։ Դե աղը արդեն արված է, սև պղպեղը արված է, մեզ մնում է թարմ կանաչի։
Սիրելիներ, առատ կանաչի լցրեք, խառը համեղ կանաչիներ ավելացրեք։ Իսկ ինչ համեղ է բուրում, սիրելիներ։ Ընտիր, միսը փափուկ է փած։ Շատ լավն է, հիմա կփորձեմ։ Տաք է։ Ընտիր է, փափուկ, համեղ։ Շատ համեղ ուտեստ է, սիրելիներ, այս ուտեստը կոչվում է բոկոնչինի ալա մելանցանա, այսինքն բոկոնչինին դա տավարի մսին են ասում այս տեսակը կտրված, իսկ մելանցանան դա սմբուկն է, սիրելիներ, այսինքն սմբուկով համեղ պատրաստված տավարի բոկոնչինի մսեղենը։ Անպայման պատրաստեք, հյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին, համոզված եմ, որ գոհ են մնալու եւ ամենուր պահանջելու են այս ուտեստը։ Հաջողություն բոլորին, սիրելիներ։